Եթերում ապդեյթ լրատվականն է, բարի երեկո։ Նախ պաշտոնական մեկ լուր մայիսի 20-ից 21-ը Ռուսաստանի արտգործնախարարն աշխատանքային այցով կլինի Հայաստանում։ Լավրովը կհանդիպի Արարատ Միրզոյանի հետ, նախատեսված են հանդիպումներ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Շփումները տեղի կունենան 2024 թվականի հոկտեմբերի 8-ին ամենաբարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների մշակման, ինչպես նաև Արարատ Միրզոյանի հունվարի 21-ին Մոսկվա այցի ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակում։ Նշված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ օրակարգում են նաև երկկողմ գործակցության լայն շրջանակի հարցեր, եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակում գործակցությունը, ինչպես նաև միջազգային հարթակներում, հիմնականում ՄԱԿ-ում դիրքորոշումների համաձայնեցումը։ Բացի այդ, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր կփոխանակեն տարածաշրջանային անվտանգության հարցերի, այդ թվում հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարների վերաբերյալ։ Նախատեսվում է 2025-2026 թվականների միջգերատեսչական խորհրդակցությունների պլանի ստորագրում։ Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին Նիկոլ Փաշինյանը գրել ու կից տեսանյութ է հրապարակել։ Հատիկ առ հատիկ գրառմամբ էլ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ Լոռու մարզի Լոռի-Բերդ համայնքի Կողես բնակավայրի 1,93 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը։ Կադաստրային արժեքը 2,219,000 դրամ։ Հայաստանում է Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ասուլիսում Անիտա Դիմիտրիուն հայտարարել է, որ Կիպրոսը սատարում է խաղաղության պայմանագրին, հույս է հայտնել, որ այնինչ ստորագրվելու է պայմանագրում, նաև կյանքի կկոչվի։ Դիմիտրիուի խոսքով խաղաղության պայմանագիրը կօգնի նաև Հայաստանի անդամակցությանը Եվրամիությանը։ Հարցին արդյոք հետևում է Արցախում հայ ռազմագերիների շինծ ու դատավարություններին եւ կոչ կանի արդյոք նրանց ազատ արձակել, պաշտոնյան պատասխանել է, որ Կիպրոսի դիրքորոշումը նույնն է, ինչ Հայաստանին է, այսինքն չեն կարող համաձայնել այն ամենին, ինչ հակադրվում է միջազգային իրավունքին։ Մենք չենք կարող համաձայնել այն ամենի հետ, ինչ հակադրվում է մարդու միջազգային իրավունքներին, եւ դա մեր սկզբունքային դիրքորոշումն է յուրաքանչյուր հարցի շուրջ։ Հույս ունեմ, որ այնինչ տեղի է ունենում, իր հանգուցալուծումը կունենա մոտ ժամանակներում, որովհետեւ իսկապես կարծում եմ, որ անընդունելի է, որ 2025 թվականին մենք քննարկենք կամ տեսնենք նմանատիպ դրսևորումներ ու պատկերներ։ Ինքը եզակի մարդկանցից մեկն է, որ յուրաքանչյուր միջազգային հարթակում իր ելույթների ժամանակ խոսել է եւ վստահ եմ շարունակելու է պաշտպանել հայկական շահը, հայկական տեսակետը, ասեմ ավելի, եզակի մարդն է, ով Դուբլինում կայացած համաժողովի ժամանակ, որը համընկավ Ղարաբաղից տեղահանման, հայ ժողովրդի տեղահանման հետ, այդ ձայնը բարձրաձայնել, այդ հարցն է բարձրաձայնել։ Ներքին ու արտաքին օրակարգի հարցերի մասին է խոսել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Անդրադառնալով խորհրդարանում իր ունեցվածքի մասին գլխավոր դատախազի զեկույցին, Քոչարյանն ասել է, որ հիմնավոր կասկած ունի, որ Նիկոլ Փաշինյանն այսօր Հայաստանի ամենահարուստ մարդն է։ Թող ուրիշ բան ապացուցեն, թող ցույց տան, թե ինչ են անում, եւ այս ամենը բացահայտվելու է 1 տարի հետո, ասել է երկրորդ նախագահը։ Հիմա իմ մոտ հարց է առաջանում։ Հիմա հայտնվել են նորաթուխ օլիգարխներ, որոնք հանկարծ 2 տարի առաջ ոչ մեկը նրանց անունը չգիտեր, 2 տարում հանկարծ դառել են 50-100 միլիոն դոլարանոց պրոյեկտներ իրականացնում Հայաստան։ Ո՞ւր դեից այդպես։ Դուք հավատում եք, որ դա իրենց փողն է։ Այդ 2 միլիարդ 65 միլիոն, հիմնադրամի 100 միլիոն իրենք դեկորացիան են։ Հիմա եթե դրա մեջ են մեղադրում, ուրեմն 2 տարում կարող է Հայաստանում 100 միլիոն դոլարանոց ծրագիր իրականացնող նորաթուխ օլիգարխ առաջանա, իսկ նախագահի ընտանիքը 6-7 թվականներից մինչև հիմա 10 տարում շնորհքով կիրթ զավակներն ունենալով չի կարող դա ունենալ։ Ինչի ցավալը սա նկարագրածից անգամներով քիչ է։ Չեն կարող։ Հիմա իմ անունը այստեղ դերակատարություն ունեցել է, թե ոչ։ Ենթադրում եմ, որ ունեցել է։ Ունեցել է այն առումով, որ վստահություն կա, որ այս ընտանիքը քծոտ չի, որ մի բան պայմանավորում են բիզնեսի առումով անում են միջև վերջ։
դու այդ ռեպուտացիան ունենալով, կապեր ունենալով, որտեղ հիմնական մենք ինչ չունենք, հիմնական մասը դա նախագահությունից հետո է։ Իմ կապերը ազդեցություն ունեցել են դրսի հետ, այո ունեցել են, երկ։ Ես ինքս մի կազմակերպության մեջ եմ աշխատել, ներգրաված, որ շատ լուրջ փող եմ աշխատել, շատ լուրջ։ Եվ այդ աշխատած փողի ամբողջ փաստաթղթավորված ապացույցները ունեմ, շատ լուրջ։ Ստեղ ուղղակի մի քիչ չեմ պատկերացնում այլ մասշտաբներ։ Ստեղ մարդկանց թվում է, թե միայն գոհանալը կարող է հարստանալ։ Եվ դրա համար այս վիճակում ենք։ Ազգային ժողովի նախագահն է անդրադարձել Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը։ Ալեն Սիմոնյանը կարծում է, թե երկրորդ նախագահը պետք է բժշկի դիմի, երբ հայտարարում է, թե Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ամենահարուստ մարդն է։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում եղած ամենաբաց ղեկավարն է։ Հայաստանում բոլորը գիտեն, թե ով է երկրի ամենահարուստ ղեկավարը։ Լրագրողների հետ զրույցում ասել է Սիմոնյանը։ Արդարանալու միտված հարցազրույցը, որն ինքը տվել է, իրեն չի փրկելու։ Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքը վաղուց ձևավորված է, հավելել է նա։ Կարծում եմ ինքը պետք է բժշկի դիմի, եթե այդպես հայտարարություններ անում, որտեվ Նիկոլ Փաշինյանը ամենաբաց երկրի ղեկավարն է երբևիցե Հայաստանի Հանրապետությունում եղած եւ Հայաստանի Հանրապետությունում բոլորը գիտեն, թե ով է ամենահարուստ երկրի ղեկավարը եւ ում դեմ է այս պայդրությամբ $200 միլիոն։ Իսկ ես չեմ նայել այդ այսպես ասած ասուլիսը, որը ես ասուլիս չեմ համարում, հարցազրույցը ես չեմ նայել եւ պետք է ասեմ, որ ավելի լավ կլներ ինքը խոսար այդ $200 միլիոն վերջը Ղարաբաղից էին բերել, պապներ կտակե, Ալբանիայից էին ստացել որպես օգնություն, թե որտեղից է այդ $200 միլիոն, ել չեմ ասում մնացած ունեցվածքը, որը որ մենք դեռ գիտենք։ Հələ այսքանը գիտենք, հələ այսքանի հայց ներկայացվել է, հələ ինչքան բան է բացահայտվելու, թող դրա մասին խոսա։ Անպայման կնայեմ, չեմ կարծում, որ կարողանա բացատրի, որովհետև այդ արդարանալուն միտված հարցազրույցը, որը ինքը տվել է, իրան չի փրկելու։ Հայաստանի Հանրապետությունում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքը վաղուց ձևավորված է։ Նույնիսկ պատերազմից հետո շատ մարդիկ իր դեմքի ջղաձգումները հանրապետության հրապարակում տեսնելուց հետո որոշել են գնալ քվեարկության, որ հանկարծակի այդ օտարը Հայաստանի Հանրապետությունում, այդ մարդասպանը, այդ կոռումպացված անձնավորությունը, որը Հայաստանի Հանրապետություն խոպան էր եկել իր թայֆայով, հանգարցակի իր թայֆայով, հանկարծ չվերադառնա Հայաստանի Հանրապետություն։ Օտարը ինքը իր մտածելակերպը, իր գործելավոճը հայ մարդուն օտար է եւ ինքը օտար է Հայաստանի Հանրապետությունում, ինքը հայ ժողովրդին վերաբերվել է որպես խոպանի տեղ, Հայաստանին վերաբերվել է որպես խոպանի տեղ, իրանք եկել են այստեղ փող աշխատելու, մարդ սպանելու, իրանք մարդասպաններ են։ Իրանք այո, ինչ անենք, տարբեր տեղերում Հիտլերն էլ շատ բան է ստացել, տոկոս է ստացել, բայց դա չի նշանակում, որ ինքը մարդասպան չի։ Քաղաքացիական պայմանագրից հեռացված Հակոբ Ասլանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրենք որևէ դեպքում որևէ մեկի նախաձեռնած իմփիչմենթի գործընթացին չեն միանա, եթե ընդդիմադիր պատգամավորներն իրենց առաջադրած թեկնածուին մերժեն։ Դիտարկմանը, եթե իրենց թիվ 1 նպատակը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է, ապա ինչու են նախապայմաններ դնում, Ասլանյանը պատասխանել է, որ իրենք հայտարարել են Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան առանցքում գտնվող որևէ ուժի հետ չեն գործակցի։ Ազգային ժողովում գտնվող Էդմոն Մարուքյանն էլ հավելել է, թե ինչու են այս պատգամավորների նման հարցադրում անում, երբ իրենք ասել են, որ կմիանան գործընթացին, բայց նախապայմանով, իսկ երբ պատիվ ունեմը նախապայման չի ունեցել, չեն գնում հարցնում, թե նախապայման չունեիք, ինչու չեք ստորագրում։ Ով ուզում է իրենք ձեռնարկեն, մենք պարոն Աղազարյանը եւ ես չենք ստորագրի եւ այդ process-ը չի գնա, որովհետև այդ process-ը գնալու է այնպես, ինչպես որ հիմա գնում է։ Եթե չէ, թող հույս չունենան, որ մենք որևէ ձևով կստորագրենք։ Շնորհակալություն։ Որովհետև մենք հայտարարել ենք, որ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ նրանց առանցքում գտնվող որևէ ուժի հետ մենք չենք համագործակցի։ Մենք հենց ստեղծման, մեր կուսակցության ստեղծման համագումարի ժամանակ հայտարարել ենք, դեռևս
6 ամիս առաջ։ Տեսեք, մի քանի վաղ առաջ Հավեկ Այսինքն մի րոպե մի բան ասեմ, էլի, այս մարդիկ նախապայման են ունեցել։ Իսկ պատիվ ունեմ Հայաստան խմբակցություն չեն ունեցել նման նախապայման։ Հիմա եկել եք այս մարդկանց ասում եք, բայց դուք ինչի՞ չեք։ Եղբայրից մարդիկ տեխնացու չեն ունեցել։ Նախապայմաններով Երբ մենք սա հայտարարում էինք եւ մեր կուսակցությունը դա սկզբունք էր վերցնում, այդ ժամանակ չկար այդպիսի խոսք ու խոսույթ։ Տեսեք, Հավեկ Աղազարյանն ասել էր, Մի րոպե կներեք, բայց հայերենով չեմ ասում, մի րոպե։ Էդմոն Մարուկյանը նախկին ԿՊԱ-ական Մի րոպե։ Չէ, նաև ասել է այլ։ Հայերենով չեմ ասում, դեռևս 6 ամիս առաջ նոյեմբերից մեր համաժողովում մենք հայտարարեցինք, որ մենք չենք համագործակցելու որևէ այդ ուժերի հետ։ Եվ հետո, երբ այս process-ը սկսեց, բնական է մենք մեր համաժողովի, մեր սկզբունքներին չենք կարող հակառակ գնալ։ Մեզ մոտ դա հստակ է դրված։ Մենք չենք համագործակցելու այդ ուժերի հետ։ Այսինքն, նայեք, այս մարդիկ նախապայման են ունեցել սկզբանե։ Դուք եկե իրանց հարցում եք, դուք քիչ եք միանալ։ Նրանք չեն ունեցել նախապայման։ Նրանց չեք ասում, բայց ինչի՞ չեք միանում։ Հասկանում եք։ Չէ, մի հատ անկեղծ էլի, մի հատ անկեղծ, մի րոպե։ Կներեք ամոթ ինչ ականջներ։ Ասենք, մի քիչ մարդկանց նկատմամբ հարգանք ունեցեք, ինչ ասենք, ականջներ։ Նայեք, պատիվ ունեմ նախապայման չի դրել, չեք գնում իրանց ասեք, բա դուք նախապայման չունեք, ինչի՞ չեք ստորագրում, այս մարդիկ ի սկզբանե նախապայման են ունեցել։ Հակոբ Աստայանն ասում է, այսինքն դուք չեք ուզում Նիկոլ Փաշինյանին հեռացնեք։ Հանրությունը ընտրել է խորհրդարան։ Սա պարլամենտական process է։ Մեր ժողովրդի ձևավորած խորհրդարանն է։ Մեր ժողովրդի ձևավորած խորհրդարանում իրենց ընտրած падգամավորները մեկնարկել են իմպիչմենտի գործընթաց։ Падգամավորները այդ process-ը կտանեն մինչև վերջ կլինի process, կլինի անվստահություն, կլինի քվեարկություն, կլինի վարչապետի փոփոխություն։ Չեն անի չի լինի։ Այսօր ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության շրջանակում Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնելու առաջարկով հանդես եկած Արթունենք քաղաքացիական շարժման նախաձեռնող հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գնացել է խորհրդարան հանդիպելու առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ քննարկելու իմպիչմենթը։ Ազգային ժողովի նախասրահում Էդգար Ղազարյանին քաղաքացիների ընդունելության եւ դիմումների բաժնի պետը տեղեկացրել է, որ հանձնաժողովի անդամ Էմմա Պալյանը նպատակահարմար չի գտնում ընդունելու իրեն։ Հիշեցնեմ, Ղազարյանն արդեն գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացրել ազգային ժողովի փոխնախագահներ, ԿՊ խմբակցության անդամներ Ռուբեն Ռուբինյանի եւ Հակոբ Աշակյանի վերաբերյալ, որոնք նույնպես քաղաքացիների ընդունելու շրջանակում հրաժարվել են ընդունել իրեն։ Ես տեղում եմ։ Հա, ես գիտեմ, որ դուք տեղում եք, բայց առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Էմմա Պալյանը նպատակահարմար չի գտնում ձեզ ընդունել։ Միայն ձեզ չենք ընդունում, հա։ Ես ես ունեմ ժամացություն, կարող եմ։ Բայց ինչ պատճառ։ Իսկ որևէ այլ պատճառաբանություն կա, թե միայն ուղղակի որ գիտի ես է դրամատիկ։ Ձեզ չեն գտնում ընդունելու։ Դա այն է, ինչ ասվում է։ Շատ լավ։ Շնորհակալ եմ ձեր ինֆորմացիան։ Վիրավոր հարցում ուղարկեք, ձեզ կպատասխանենք։ Ես քաղաքացիների ընդունելության եւ դիմումների բաժնի պետն եմ։ Ես նաև այսօր, եթե Արսեն Թորոսյանը լինի իրենից, եթե ոչ, ապա հանձնաժողովի անդամներից կխնդրեմ, որպեսզի ինքը բարձրաբանումներ տա իր այդ անթույլատրելի պահվածքի համար, որովհետև քաղաքացու օրը տոնող քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչը այդ օրվան հաջորդող առաջի աշխատանքային օրը առանց կարդալու նամակի բովանդակությունը, իմանալով միայն, որ նամակի հեղինակը քաղաքացի հրապարակային պատռում է դա այն վարքագիծը չի, որ մենք տեսնենք ու դրա հետ համակերպենք։ Նրանք պարտավոր են պատասխան տալ իրենց յուրաքանչյուր քայլի գործողության, այդ թվում նաև նամակների վերաբերյալ, քաղաքացիների ստացվող գրությունների վերաբերմունքի համար։ Իսկ նաև կարևոր է իմանալ Արսեն Թորոսյանը առհասարակ բոլոր քաղաքացիների դիմումներն է պատռում, թե միայն իմ դիմումն է պատռել, որովհետև եթե պարզվի, որ դա միայն իմ դիմումն է, մյուսներինը չի պատռում, ապա դատախազություն հաղորդում էլ իր համար պիտի գնա, որովհետև դա նույնպես խտրական վերաբերմունքի դրսևորում է։ Որ այս մարդկանց հետ մեր վերաբերմունքը կոնկրետ իմ ոչ թե իրենց ապօրինությունների, իրենց անգործության, իրենց հանցավորության հետ հաշտվելն է, այլ դրա դեմ պայքարելն է։ Եվ միգուցե այդ պայքարը որոշակի ջանքեր է պահանջում, միգուցե այդ պայքարը որոշակի հետևողականություն է պահանջում, ինչը ես տրամադրված եմ անելու մինչև վերջ, այնպես որ հիասթափություն չկա, այդպիսի քայլերով
իրենք իմ տրամադրության վրա ոչ մի դեպքում չեն կարող ազդել, այլ կարծում եմ, որ կարող են ազդել հասարակության տրամադրությունների վրա, որպեսզի մարդիկ ինձ թեւթիկուն լինեն այս պայքարում եւ եթե ստացվի, որ ես միայնակ դժվարանում եմ սրանց դեմ պայքարում, ապա մարդիկ լինեն, որ ինձ օգնեն, մենք միասին դա անենք։ Իսկ ինչպես ասել է Հրանտ Մաթեոսյանը իր հայտնի ստեղծագործություններից մեկում, 20 հոգի տղամարդ կարա շալվարը հանի, կարա նոր շալվար հագցնի։ Նոր Նորքի թաղապետը հրաժարական է տվել։ Այս մասին Տիգրան Տեր-Մարգարյանը հայտարարել է քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, նշել, որ այսօրվանից դադարեցնում է լիազորությունները, շնորհակալություն հայտնել կուսակցության ղեկավարին, քաղաքապետին եւ նոր նորքեցիներին, վստահեցրել, որ իր տված խոստումները կատարվելու են։ Քաղաքապետարանում այսօր նաեւ նշանակումներ են եղել։ Օրեր առաջ Նոր վարչական շրջանում տեղի ունեցած սադրանքը եւ դրա հաջորդած գործողությունները դարձան լայն քննարկման առարկա եւ հասան Հայաստանի Հանրապետության թիվ 1 ամբիոն, որտեղ սկսվեց քննարկվել իմ անձը եւ հանուն մանդատի ճամբարից ճամբար թռած նման երևույթներ սկսեցին քննարկել իմ վարքագիծը։ Համոզված եմ, որ դրան հաջորդելու է նաեւ եւ դառնալու է շահարկման առարկա այն, որ ես լինելով Նոր վարչական շրջանի ղեկավար խոչընդոտելու եմ դատավարության ընթացքին։ Հետևաբար, պարոն քաղաքապետ, այսօրվանից դադարեցնում եմ իմ լիազորությունները որպես Նոր վարչական շրջանի ղեկավար, շնորհակալություն հայտնելով Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին այս պատասխանատու պաշտոնից վստահելու համար, շնորհակալություն եմ ուզում հայտնել ձեզ արդյունավետ աշխատանքի եւ համագործակցության համար, շնորհակալություն եմ ուզում հայտնել նոր նորքեցիներին եւ վստահեցնել, որ բոլոր այն խոստումները, որ տրվել են իմ կողմից, դառնալու են իրականություն եւ խոսքս ուզում եմ ուղղել եւս մեկ անգամ ազգային ժողովում ծվարած որոշ մանդատագողերին։ 2026 թվականը սարերի հետևում չի։ Մենք հանդիպելու ենք 2026 թվականին եւ 2026 թվականին ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանին։ Պարոն քաղաքապետ, ձեզանից եւս մեկ անգամ շատ շնորհակալ եմ։ Ես ողջունում եմ ձեր որոշումը եւ նաեւ հաջողությունները մաղթում ձեր ապագա բոլոր նախաձեռնություններում։ Ինչպես նաև ուզում եմ այնուամենայնիվ շեշտել, որպեսզի հետագայում նման, այսպես ասած, մեթոդներով որոշ գործընկերներ չփորձեն շարունակել իրենց աշխատանքը, որովհետև այնուամենայնիվ միայն բիրտ ուժը չէ, որ կարող է գործադրվել սադրանքների դեպքում, կան այլ մեթոդներ, քրեաիրավական մեթոդներ եւ ես կարծում եմ, որ բոլոր այն տեղերում, որտեղ որ անձինք պաշտոնյաների նկատմամբ անհարգալից վերաբերմունք կցուցաբերեն այնպիսի վերաբերմունք, որը որ արդեն կանցնի քրեական օրենսգրքի որոշ հոդվածներով, ես ձեզ վստահեցնում եմ, որ արդեն մեր բոլորիս ուշադրությունը շատ ավելի շատ սևեռված է լինելու այդ տեսակ վարքագծին։ Քաղաքապետարանն ամենակոշտ միջոցներով պայքարելու է ապօրինի շինարարության դեմ, իսկ շինհրապարակներում նորմերը խախտելու դեմ ևս միջոցներ են ձեռնարկվելու։ Ենթադրվում է, որ կառուցապատողը պատասխանատվություն պետք է ունենա շրջակա միջավայրի նկատմամբ եւ պարտավոր է շինարարություն իրականացնելիս համապատասխան կահավորել շինհրապարակն ու համապատասխան ցանցեր անցկացնել։ Սա ավելորդ ծախս չէ, ասել է Տիգրան Ավինյանը։ Քաղաքային իշխանությունն առաջարկելու է էականորեն բարձրացնել տուգանքը։ Ապօրինի շինարարությունը Երևան քաղաքում տեղ չունի։ Ապօրինի շինարարության դեմ Երևանի քաղաքապետարանը պայքարելու է ամենակոշտ մեթոդներով եւ Երևանի քաղաքապետարանը անհոգնել քանդելու է պոտենցիալ նոր առաջացող ապօրինի շենքեր, շինություններ, հարկեր, կցակառույցներ, առաջ տված բալկոններ եւ կներեք, բայց հոգեկան այդ տեսակ այսպես ասած մեր օրերում այդ դրսևորումները չեմ կարծում, որ արդեն նորմալ են, որովհետև չի կարելի տարիներով խոսել այն մասին, որ հարգելի գործընկերներ, փողի գողը գող է, հողի գողը գող չի, հողի գողն էլ է գող
եւ առհասարակ համայնքային հողի վրա կառուցված որևէ շինություն ամենակոշտ ձևի քանդվելու է։ Խնդրում եմ, եկեք փորձենք մեր այս մշակույթից դուրս հանենք այդ ձևը, այդ վարվելը, այդ մտածելակերպը։ Դա առողջ մտածելակերպ չի։ Երբ որ դու մտածում ես, ոնց անես, որ այն բակիտ են ընդհանուր տարածքում են անկյունումը տարածքը քեզնով անես։ Երևան քաղաքում մենք ունենում ենք շատ ոչ բարենպաստ օդի որակ։ Եվ իրականում, այո, այդ օդի որակի վրա ազդեցություն ունեն նաև շինարարությունները, նաև հանքերը, որոնք որ գործում են Երևանում եւ Երևանից դուրս։ Եվ հարգելի գործընկերներ, այս վերահսկողական մեխանիզմը կրկին անգամ, էլի վերահսկողությունը վերահսկողությամբ, վարչարությունը վարչարությամբ, բայց ես ուզում եմ մի փոքրել տենց այս մակարդակում խոսակցություն ունենալ։ Երբ որ կառուցապատողը այնուամենայնիվ ինչ որ մի աշխատանք է իրականացնում, ենթադրվում է, որ ինքը պատասխանատվություն պետք է ունենա իր շրջակա միջավայրի նկատմամբ։ Եվ կառուցապատողը պարտավոր է շինարարությունն իրականացնելիս համապատասխան կահավորել իր շինհրապարակը եւ համապատասխան ցանցերը անցկացնել այդ շինհրապարակում եւ կառուցվող օբյեկտի շուրջը։ Սա պատասխանատվություն է իրեն շրջապատող մարդկանց նկատմամբ։ Սա պատասխանատվություն է տվյալ վարչական շրջանում իր հարևանությամբ գտնվող շենքերում ապրող մարդկանց, այդ շենքերում ապրող երեխաների նկատմամբ։ Եվ ամեն մի կառուցապատող, երբ որ այս քայլերը չի իրականացնում, թող հասկանա եւ պատկերացնի, որ ինչ ասեմ, ինքը տենց որոշ չափով, իր փոքր չափով, բայց թունավորում է տվյալ միջավայրը։ Թունավորում է իր հարևանությամբ գտնվող խաղահրապարակում խաղացող երեխաների միջավայրը։ Ամեն մեկը թող իր մասով այս պատասխանատվությունը ունենա եւ հասկանա։ Վրաստանի իշխանությունը շարունակում է արգելափակել դեպի Ռուսաստան եւ Բելարուս արտահանվող հայկական բեռների մուտքը, դրանք անօրինական կանգնեցնելով Մաքսեին տարածքում արդեն ավելի քան 40 օր։ Կոնյակագործները կոչ են անում բոլոր ալկոհոլ եւ այլ ապրանքներ արտադրողներին, տրանսպորտային ընկերությունների սեփականատերերին ու վարորդներին միանալ հանրահավաքին, որը տեղի կունենա մայիսի 21-ին ժամը 12-ին Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց։ Յուրաքանչյուր բարձրացված ձայն, ամեն ասված բառ կարևոր է մեր բոլորի համար։ Վրաստանի նման գործողությունները կարող են լուրջ վտանգ ներկայացնել Հայաստանի տնտեսության համար, ասում են նրանք։ Երևանի կենտրոնում ժամը 16-ի սահմանում պայթյուններ են լսվել։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հազանգեստացվել, որ Սիլվա Կապուտիկյան փողոցում մեքենաներ են բախվել։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ փրկարարներ, 4 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է 4 տրանսպորտային միջոց, որոնցից 3-ը մարդատար, 1-ը բետոնախառնիչ։ ՀԴՀ մեկուսացվել է 16-50-ին, մարվել 17-8-ին, հայտնել է ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։ Միջազգային թեմաները մեկ տեսաշարով։ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների ղեկավարների միջև հեռախոսազրույցը տեղի ունեցել այսօր Երևանի ժամանակով 18:00-ին։ Ավելի վաղ Թրամփը սոցիալական ցանցում գրել էր, որ Պուտինի հետ զրույց կունենա մայիսի 19-ին։ Թեմաների թվում ԱՄՆ նախագահը նշել է, որ գլխավոր թեման կլինի արյունահեղության դադարեցումը, որը շաբաթական միջինում սպանում է ավելի քան 5000 ռուս եւ ուկրաինացի զինվորների, ինչպես նաեւ թեմաների շարքում կլինի առևտուրը։ Թրամփը հավելել է, որ Ռուսաստանի ղեկավարի հետ զրույցից հետո խոսի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների հետ։ Պուտին-Թրամփ նախորդ հեռախոսազրույցը տեղի էր ունեցել մարտի 18-ին։ Ռոմի Պապը մասնավոր հանդիպում է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, ովքեր մայիսի 18-ին մասնակցել են Պապի քաղաքալության պատարագին։ Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում մայիսի 18-ին տեղի է ունեցել նորընտիր Պապի քաղաքալության պատարագը, որին մասնակցել են աշխարհի տարբեր երկրներ եւ պետություններ ներկայացնող ավելի քան 150 պատվիրակություններ, այդ թվում նաեւ Հայաստանի Հանրապետությունից նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ։
Եվրամիությունը եւ Մեծ Բրիտանիան այսօր Եվրամիություն Մեծ Բրիտանիա գագաթնաժողովից առաջ նախնական համաձայնության են եկել պաշտպանության եւ անվտանգության, ձկնորսության եւ երիտասարդության շարժունակության վերաբերյալ, ինչը նաեւ հնարավորություն է տալիս բրիտանական ընկերություններին մասնակցել Եվրամիության խոշոր պաշտպանական պայմանագրերին։ Պաշտոնյաները հայտնել են, որ Բրյուսելում Եվրամիության կառավարությունների ներկայացուցիչները ստացել են Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության միջև փոխըմբռնման տեքստը եւ փաստաթուղթն այժմ հաստատվում է Եվրամիության բոլոր 27 կառավարությունների կողմից։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան հանդիպել են այսօր Լոնդոնում։ Այսպիսով Մեծ Բրիտանիան պատրաստ է համաձայնության գալ Brexit-ից հետո Եվրամիության հետ հարաբերությունների ամենակարևոր վերագործարկման շուրջ, ցկտելով առևտրի եւ պաշտպանության ոլորտում ավելի սերտ համագործակցության, նպաստելու մայրցամաքի տնտեսության աճին եւ անվտանգության ամրապնդմանը։ Այս շաբաթը վճռորոշ կլինի Ուկրաինայի ապագայի համար, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Ռոմում ԱՄՆ փոխնախագահ Ջել Դի Վենսի հետ բանակցությունների ժամանակ։ Մեզ միավորում է այն, որ մենք ցանկանում ենք արդար եւ տևական խաղաղություն Ուկրաինայի համար։ Մենք գիտենք, թե որքանով է ԱՄՆ-ն հանձնառու պատերազմը դադարեցնելու հարցում, եւ ես շնորհակալ եմ ձեզ դրա համար։ Այժմ անշուշտ կարեւոր է, որ մենք առաջ շարժվենք եւ ես կարծում եմ, որ հաջորդ շաբաթը վճռորոշ կլինի այս հարցում, ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։ Վենսը իր հերթին ասել է, որ Եվրամիությունը Միացյալ Նահանգների կարևոր դաշնակիցն է, չնայած որոշ տարաձայնություններին, ինչպես երբեմն պատահում է ընկերների հետ առևտրի նման հարցերի շուրջ, բայց մենք ունենք նաև բազմաթիվ պայմանավորվածություններ, շատ հարցեր, որոնց վրա պետք է միասին աշխատենք, հավելել է Վենսը։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ այսօր իր երկրի համար ամենամեծ վտանգը Ուկրաինայի մուտքն է Եվրամիություն։ Այդ մասին նա հայտարարել է Բուդապեշտում կուսակցություններից մեկի միջոցառման ժամանակ։ Ուկրաինան նրա խոսքով անգործունակ սնանկ պետություն էր նույնիսկ պատերազմից առաջ, իսկ մարտերից հետո հիմնովին ավերվել է, ուստի Կիևը ուրիշների փողերի կարիքն ունի եւ հետեւաբար Օրբանի խոսքով ձգտում է անդամակցել Եվրամիությանը։ Ուկրաինացիներին չի հետաքրքրում, որ նրանք պատերազմ կբերեն Եվրամիություն։ Մենք չենք ցանկանում ներքաշվել նրանց պատերազմի մեջ, Եվրոպայում ապահով երկիրը վերածել մաֆիայի որջի, եւ մենք չենք ցանկանում, որ հունգարացիների գումարները Բրյուսելի միջոցով գնան նրանց մոտ, հավելել է Վիկտոր Օրբանը։ Ռումինիայում նախագահական ընտրություններում հաղթել է Բուխարեստի քաղաքապետ լիբերալ Նիկու Շորդանը։ Երկրորդ փուլում նա 53.6% ձայնով առաջ է անցել ազգայնական Ջորջե Սիմեոնից։ Այս մասին հայտնում է երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Առաջին փուլը տեղի էր ունեցել մայիսի 4-ին, երբ Սիմեոնը եւ Դենը ստացան ձայների համապատասխանաբար 41% եւ 21%։ Սիմեոնը սկզբում վիճարկել էր արդյունքները, իրեն հռչակելով նախագահ, բայց պաշտոնական արդյունքներից հետո ընդունել է պարտությունը։ Շնորհավորում եմ Նիկու Շորդանին, դա ժողովրդի կամքն էր, ասել է Ջորջե Սիմեոնը խոստանալով շարունակել պայքարը։ Աչակողմյան եւ կենտրոնամետ կուսակցությունների դեմոկրատական դաշինք կոալիցիան Պորտուգալիայի վարչապետի պաշտոնակատար Լուիշ Մոնտենեգրուի գլխավորությամբ հաղթանակ է տարել մայիսի 18-ին կայացած արտահերթ ընտրություններում։ Քվեարկության արդյունքների համաձայն դեմոկրատական դաշինք կոալիցիան ստացել է ձայների գրեթե 33% եւ խորհրդարանում ավելացրել է իր տեղերը հասցնելով առնվազն 89-ի։ Սակայն կոալիցիային չի հաջողվել մեծամասնություն ապահովել, իսկ դա նշանակում է, որ վարչապետը կգլխավորի փոքրամասնության կառավարությունը։ Դեմոկրատական դաշինքի առաջնորդ Մոնտենեգրուն հայտարարել է, որ պատրաստ է ընդդիմադիր կուսակցությունների հետ քաղաքական գործարքների։ Ներկայիս ընտրություններին հանգեցրել էր այն, որ խորհրդարանը մարտին անվստահություն էր հայտնել աջ կենտրոնամետ սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մոնտենեգրուի կառավարությանը։ Քվեարկությունը կազմակերպվել էր շահերի բախման մեջ մեղադրանքների պատճառով։ Վարչապետը հերքել էր մեղադրանքները, սակայն հրաժարական էր տվել։ Իրանն ուրանը կհարստացնի անկախ այն բանից, արդյոք համաձայնություն ձեռք կբերվի Միացյալ Նահանգների հետ, թե ոչ։ Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Եթե ԱՄՆ-ն ցանկանում է համոզված լինել, որ Իրանը միջուկային զենք չի ունենա, ապա նման համաձայնագիրը հասանելի է եւ մենք պատրաստ ենք լուրջ երկխոսության, որպեսզի հասնենք այնպիսի լուծման, որն ընդմիշտ կապահովի այդ արդյունքը։ Սակայն ուրանի հարստացումը Իրանում կշարունակվի ինչպես համաձայնության հասնելու դեպքում, այնպես էլ առանց դրա։
Այս մասին Արախչին գրել է X սոցիալական հարթակում։ Իրանի արտաքին գործերի նախարարը հավելել է, որ ԱՄՆ բանակցողների հրապարակային հայտարարությունները տարբերվում են մասնավոր կերպով արված հայտարարություններից։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել էր, որ Վաշինգտոնն Իրանին թույլ չի տա նույնիսկ 1% հասցնել ուրանի հարստացման մակարդակը։ Իսրայելական բանակը շարունակում է ռմբակոծություններն ամբողջ Գազայի հատվածում։ Բժշկական աղբյուրները հայտնել են, որ մայիսի 19-ի լուսաբացից ի վեր Պաղեստինյան անկլավում Իսրայելի հասցրած ավիահարվածների հետևանքով զոհվել է 28 մարդ։ Նշվում է նաև, որ իսրայելական ուժերը շրջապատել են Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Բեյթ Լահիա շրջանի ինդոնեզական հիվանդանոցը եւ կրակ բացել, ինչի հետևանքով կորել է կապը ներսում գտնվող բժշկական անձնակազմի եւ հիվանդների հետ։ Միևնույն ժամանակ ԱՄՆ ճնշման տակ Իսրայելի քաղաքական եւ անվտանգության խորհուրդը որոշել է անհապաղ վերսկսել մարդասիրական օգնության տրամադրումը Գազայի հատված։ Իսրայելցի պաշտոնյաներից մեկը հաղորդել է, որ Գազա օգնության մատակարարումը ժամանակավոր միջոցառում է, որը կտևի 1 շաբաթ մինչև անկլավում օգնության նոր բաշխման կենտրոնների գործարկումը։ Տեղեկությունների համաձայն Իսրայելը կվերահսկի մարդասիրական օգնության բաշխումը, որպիսի օգնությունը չհասնի Համասի անդամներին։ Հայաստանի ազգային պատկերասրահը վերանորոգված եւ վերաբացված է։ Այս մասին ինչպես խոստացել է հեշթեգի ներքո գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու տեսանյութ հրապարակել։ Եվ եղանակ, վաղը կեսօրից հետո առանձին շրջաններում մայիսի 24-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Մայիսի 22-ից 23-ը եղանակը կլինի առանց ստեղումների, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Այսքանը դուք դիտում էիք Update լրատվականը, հաջողություն։